Այս մարդիկ իմպիչմենտի մեկ հնարավորություն ունեն։ Եթե նրանք կարողանան քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին, падգամավորներին վախեցնել, սերմանել վախի մթնոլորտ եւ այդ վախի մթնոլորտում ստիպել նրանց, որպեսզի նրանք քվեարկեն իմպիչմենտի օգտին։ Սա միակ հնարավորությունն է։ Եվ այդ ամենը, ինչու եմ ես համարում, որ սա շատ նման է իրականությանը։ Այդ հեղաշրջման փորձը, նրա գլխավոր նպատակը դա էր՝ ստեղծել մի իրականություն, երբ որ ազգային ժողովը կշրջափակվեր բոլոր կողմերից իրենց այդ ուժերով, բանդիտներով, կլիներ փակ քվեարկություն եւ նրանք ՔՊ-ի падգամավորներին ստիպեին քվեարկել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի համար։ Սա իրենց միակ հնարավորությունն է։ Սա կոչվում է պետական հեղաշրջում։ Ինչ է ասում, ես չգիտեմ, որ մեկն էր ընդ ասում, ասում մի երկու հոգի կգյուռլենք պատի տակ, չէ, այդն չի ասում, մի երկու հոգի ՔՊ-ից կգյուռլենք, մնացածը կգնան սուս-փուս կանենեն, ինչ որ ասում ենք, ասես մարդիկ էդ են ուզում։ Եվ իրենց կարևոր չի, թե հեղաշրջման ժամանակ այդ այրվող ավտոբուսում, որի վրա իրենք յուղ են ուզում լցնել, քանի հոգի կմահանա կամ ում երեխան կլինի։